Բարեողջույն, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ արձագանքել օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում, որտեղ նա համարում էր, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը պետք է շնորհակալություն հայտնեն իրենց, որ նրանք գումարներ են տրամադրում այդ համայնքներին։ Այսօր ասում են մենք ընդդիմադիր համայնքների բաներին, վայ, ինչ ենք անում։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Մի հատ չէ, իրանց ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80 տոկոսը կառավարությունն ա տվել։ Ասեմ, որ սա կոպտագույն խախտում է թիմ օրենքի եւ այն օրենքների, որոնցով կարգավորվում է կենտրոնական բյուջեից այդ գումարների տրամադրումը համայնքներին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր բարի կամքն է, նա կուզի այդ գումարները կտա, չի ուզի չի տա։ Սակայն, սիրելի հայրենակիցներ, դա այդպես չի։ Այդ գումարների տրամադրումը կարգավորվում է օրենքով եւ որևէ վարչապետ, որևէ իշխանություն չի կարողանալու խոչընդոտել այդ գումարների տրամադրմանը։ Մտահոգությունը նա է, երբ տեղի էր ունենում խոշորացում, մենք խոշորացման հիմքում դնում էինք երկու կարևորագույն հանգամանք։ Մեկը, որ խոշորացմամբ համայնքները հզորանային, եւ երկրորդը, որ խոշորացմամբ պետք է գնայինք աշճանական ապակենտրոնացման, այսինքն կառավարման ապակենտրոնացման, համայնքների կախվածությունը կենտրոնական իշխանությունից պետք է թուլանար։ Սակայն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ոչ միայն չի թուլացնում այդ կախվածությունը, այլ նաև ընդհակառակը խորացնում է, որովհետև նա համարում է, որ ինքը պետք է որոշի այդ գումարները տա թե չտա։ Այսինքն ուզում է դեֆորմացնել այդ համակարգը, ուզում է քաղաքական մահակ դարձնել այդ գումարները համայնքների համար։ Եթե կենթարկվեն իրենց, նրանք կտան, եթե չեն ենթարկվի, ապա չեն տա։ Դա կլինի ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետ, թե նույնիսկ իր կուսակցության որևէ համայնքապետ։ Եթե ընդդիմանում է, ապա նա ոչ մի գումար չի ստանա։ Դա այդպես չի, ժողովուրդ ջան։ Դա կարգավորվում է օրենքով։ Եվ որևէ իշխանություն, որևէ վարչապետ չի կարողանալու խոչընդոտել այդ գումարների տրամադրմանը։ Շնորհակալ եմ։